Նահապետյան, ես նախ մինչև խոսք սկսել ուզում եմ մտահոգությունները հայտնել Արտաշատի համայնքի ղեկավարի առողջական վիճակի մասին, որտեղ վերջերս հանդիպումներից մեկի ժամանակ տեսանք ինչ ուժգին հարված ստացավ Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից հենց այն խոսքի վրա, որ լեզվի սայթակում էր արել խեղճը եւ համարձակվել էր ասել, որ մեր Արամի շենքերն է խոսքը ոստիկանապետ Արամ Հովանիսյանի, եթե չեմ սխալվում ազգանունը, շենքերի մասին է։ Այլ հարցս հետևյալն է. դուք այդ հարցի վերաբերյալ քրեական բարույթ նախաձեռնել եք, թե ոչ։ Եթե ոչ, ինչու չեք նախաձեռնել։ Հաջորդ իմ հարցը վերաբերվում է ճանապարհային դեպարտամենտին եւ առհասարակ ասֆալտապատման աշխատանքներին։ Բազմաթիվ անգամներ բարձրաձայնել ենք անորակ ասֆալտի, փոխկապակցված անձնավորությունների հետ կապված խնդիրների եւ ճանապարհամաքրման աշխատանքների եւ այլ եւ այլ։ Այս ուղղությամբ որևէ մի գործ տեղից շարժվել է, թե չէ։ Եվ երրորդ հարցը, ասում եք գործում զղջացել է։ Այդ ո՞նց եք որոշում։ Այս մեկը զղջացել է, այն մեկը չի, այսինքն կարա հանցանկանի գործում զղջա եւ գործը ջրվի գնա։ Այսինքն ես ուզում եմ հասկանամ այդ բանը, էլի, այդ ո՞նց է, այդ զղջման բանը ո՞նց է, արտաքին տեսքից է, թե մերձիշխանական շրջանակներից է, թե ո՞նց է, էլի, այդ հանգամանք ուզում հասկանամ։ Եվ հաջորդ իմ հարցը, դուք այստեղ նաև գործընկերս ասեց թմրանյութերի հետ կապված։ Հիմա Հայաստան, եթե չեմ սխալվում, մոտ 1 տոննային, մոտ 700-800, չգիտեմ հստակ թիվը, տոննա նարկոտիկ է բերվել Հայաստան, այդ գործը կա։ Հիմա այդ գործի շրջանակներում որևէ մի պաշտոնյայի վրա քրեական գործ հարուցվել է, թե չէ, հասկանում ենք, չէ՞ որ երկնքից չի ընկել այդ նարկոտիկը, սահմանով է եկել, մարդիկ կան եւ այլ եւ այլ։ Խնդրում եմ նաև այս հարցին պատասխանեք։ Շնորհակալություն, առաջի հարցի հետ կապված, պարոն Դանիելյան, ասեմ, որ քրեական վարույթ չկա։ Չունենք նախաձեռնված քրեական վարույթ, թմրամիջոցների հետ կապված ես այս հարցադրմանը պատասխանեցի, որ դա չի մտնում հակակոռուպցիոն կոմիտեի գործառույթների մեջ ընդհանուր թմրամիջոցների դեմ պայքարի եւ դրանով նախաքննության կատարման լիազորությունը վերապահված չէ հակակոռուպցիոն կոմիտեին, անգամ ձեր նշած դեպքում թե արդյոք որևէ պաշտոնյա ներգրավված է եղել հա, որ թմրամիջոցը հասել է Հայաստանի Հանրապետություն, ըստ էության նկարագրում եք անփութության իրավիճակ, հա, եթե պաշտոնյան անփույթ է եղել, այս դեպքում ունենք վարույթ թե չէ, պաշտոնական անփութության դեպքում եւս քննությունը վերապահված է քննչական կոմիտեին եւ ձեր հարցադրմանը ես չեմ կարող պատասխանել, եթե ունեն մենք դիտավորություն վարույթով հիմնավորված, ապա այդ դեպքում նախաքննության կատարելու լիազորությամբ պաշտպանված է հակակոռուպցիոն կոմիտեն։ Ձեր նշած դեպքում մենք նմանատիպ վարույթ կամ նմանատիպ դեպք ըստ էության չունենք։ Ճանապարհների հետ կապված մենք ունենք ուսումնասիրություններ, օպերատիվ հետախուզական գործիքակազմի կիրառմամբ իրականացում են ուսումնասիրություններ, որպեսզի պարզվեն նաև անորակ ճանապարհաշինության գործընթացում հնարավոր կոռուպցիոն ռիսկերը եւ ունենք նաև մի շարք քրեական վարույթներ, նորից անորակ շինարարության, այդ թվում նաև անորակ ճանապարհաշինության հետ կապված, որոնցով իրականացվում է քննության արդյունքների մասին հանրությունը կիրազեկվի։ Ինչ վերաբերում է գործուն զղջալու հիմքերին, գործուն զղջալու մասով օրենսդրությունը հայեցողական լիազորություն է տվել նախաքննական մարմնին եւ դատախազի հաստատմամբ անձի նկատմամբ նախաձեռնված քրեական հետապնդումը կարող է դատարեցվել կամ կարող է քրեական հետապնդում չիրականացվել, քրեական վարույթի մի շարք հանգամանքներ հաշվի առնելու պայմաններ են, օրինակի համար անձը ինքնական եկել ներկայացել է նախաքննական մարմնին եւ հայտնել է, որ X պաշտոնյային տվել է որոշակի գումարի կաշառք, համագործակցել է նախաքննական մարմնի հետ, ցուցմունքներ է տվել, աջակցել է բացահայտմանը եւ նախաքննական մարմինը գտնում է, որ այս անձի նկատմամբ մեղադրական եզրակացություն կազմելը նպատակահարմար չէ։ Արդյունքում ունենում ենք գործուն զղջալու իրավիճակ։ Ես ասացի մեկ իրավիճակ, որը հնարավոր է, բայց ամեն քրեական վարույթով մենք ունենք առանձնահատուկ դեպք եւ առանձնահատուկ մոտեցում։ Այսինքն սա վերապահված է օրենսգրքով
նախաքննական մարմնին եւ համարվում է հայեցողական լիազորություն։ Շնորհակալություն։ Արձագանք։ Լավ չի, որ մեր Արամի պահով գործ չկա, բայց ուզում եմ մի բանի վրա ուշադրությունը ձեր հրավիրել։ Վերջերս գործընկերների հետ Շվեդիայում էինք, հարց տվեցի իրենց աուդիտորական պալատի նախագահին, ասի ձեր մոտ մեկ անձից գնում կա, ապշած մի 15 րոպե ձեր նայում։ Այսինքն այն ցուցանիշները, որ կա Հայաստանում, այդ մարդկանց մոտ ցնցումներ առաջացրեց եւ շոկի մեջ էին։ Հիմա Հայաստանի Հանրապետությունում ահագնանում է մեկ անձից գնումները։ Եվ դա պատահականություն չէ, էլի իմ համեստ կարծիքով, չգիտեմ, ես գործի մասնագետ չեմ, բայց մտահոգիչ է այդ թվերը։ Եվ հատկապես այդ մեկ անձից գնումների հետ կապված, այսպես զգայուն հարցեր կա, որ մրցույթ չի հայտարարվել եւ այլ եւ այլ։ Այս սրա վերաբերյալ դուք կոռուպցիոն ռիսկեր տեսնում եք, թե չեք տեսնում եւ այդ ուղղությամբ ինչ քայլեր են կատարվում։ Պարզա չէ, որ պատահական շատ քիչ է տենց բաները։ Պարոն Տրադյան, կոռուպցիոն ռիսկի առումով ցանկացած իրավիճակում կարող ենք որոշակի կոռուպցիոն ռիսկեր, հա, գնահատենք ու ասենք, այս դեպքում տեսնում ենք կոռուպցիոն ռիսկ, այնպես դեպքում չենք տեսնում։ Ձեր նշած գնման գործընթացի հետ կապված, հա, եթե դուք ունեք կոնկրետ դեպք, որտեղ ինքներդ տեսել եք կոռուպցիոն ռիսկ, հա, մեկ անձից գնման ընթացակարգի մասով, ապա դուք կաշկանդված չեք, որպեսզի հաղորդում ներկայացրեք։ Մենք ինքներս նաև օպերատիվ ստորաբաժանումներում համապատասխան հիմքերի տվյալների առկայության դեպքում ուսումնասիրություններ անում ենք եւ շատ դեպքերում ունենք արդեն նախաձեռնված քերական վարույթներ, երբ որ գտնում ենք, որ գնման process է խախտվել, գնման դասակարգ է խախտվել։ Սակայն եթե դուք ինքներդ ունեք նմանատիպ դեպք, որովհետեւ ես ձեր հարցին ընդհանրական չպատասխանեմ, ներկայացրեք այդ դեպքը, մենք իրավական գնահատական տանք ու ձեր հարցադրումը ստացվի, որ լիարժեք պատասխան է ստացել։ Շնորհակալություն։